Հարցի համար Նաիրա Զոհրաբյան, համեցեք Տիկին Զոհրաբյան։ Շնորհակալություն պարոն Ասատրյան, իհարկե Արցախյան վերջին այս պատերազմը առաջացրեց անհրաժեշտություն որոշակի կարգավորել այս խնդիրը, բայց համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, մասնավոր սեկտորում եւս լրջագույն խնդիրներ են առաջանում, սա մեկ, այդ խնդիրը ոնց է կարգավորելու, եւ երկրորդ խնդիրը, մենք խնդիրը նաեւ քննարկել ենք մինչ նախագիծ բերելը նաեւ գործատուների հետ, նույն գործատուները նշում են, որտեղ է հստակ երաշխիքը, որ մարդը իսկապես մեկնել է, ասենք, Արցախ, այլ ոչ թե իր տանը նստած դիվանին հայտարարել է, որ ինքը Արցախում է եւ իր աշխատավարձը եւ իր աշխատանքային բոլոր իրավունքները պիտի պահպանեն, այսինքն զինկոմիսարիատից թուղթ է անհրաժեշտ եւ ավելին, ասենք, Արցախից որևէ տեղեկանք է լինելու անհրաժեշտ, որ մարդը իրապես գտնվում է հարգելի պատճառով է բացակայում եւ պաշտպանում է մեր դիրքերը, որտեղ ցավոք սրտի որոշ գործատուներ, հատկապես մասնավորից, երբ որ մենք խնդիր ենք բարձրացրել, որ ինչու է տվյալ X աշխատողի աշխատավարձը պահել, որտեղ դիմաց է եղել մեզ, գործատուն ապացուցել է, որ նա որևէ տեղեր մեկնած չի եղել, պարզապես բացակայել է իր խնդիրներով բացակայել է հանրապետությունից, անհետ ներկայացրել է, որ գտնվում է Չուծրինե ամենա այսպես առաջնագծում, այսինքն խնդիրը նաև երկկողմ զգոնության կարգավորման մոդուլ է առաջարկում, ոնց ենք այդ խնդիրները կարգավորելու։ Շնորհակալություն Տիկին Զոհրաբյան եւ հենց ձեր նաև մտահոգությունը հաշվի առնելով իհարկե խնդիրը քննարկել ենք, որպեսզի նաև այս կարգավորումը չբերի նոր խնդիրների, որոնք եւս պետք է լրացիչ կարգավորել, օրենքի նախագծի առաջին հոդվածի 3-րդ կետում, երբ մենք առաջարկում ենք լրացնել նոր մաս, հստակ սահմանում է, որ այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողը ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։ Այսինքն այստեղ կա պետական լիազոր մարմնի կողմից ներկայացվելիք տեղեկանք, որը վստահաբար հասկանալի է, որ համապատասխան մեխանիզմներով ներկայացվելու է տեղերի զինկոմիսարիատներից, զորամասերից եւ պետական լիազոր մարմնի տված տեղեկանքն է միայն, որը հիմք է հանդիսանալու, որ տվյալ անձը իսկապես այդ կարգավիճակով գտնվում է մարտական գործողությունների գոտում։ Եվ ինչ վերաբերում է նորից ոչ պետական հատվածի մասով, ես նշեցի, որ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները վերաբերում են թե պետական, թե ոչ պետական հատվածին, եւ այս առումով հենց ոչ պետական հատվածի համար, փաստորեն այնպես ինչպես մյուս 3 կետերում 175-րդ հոդվածի, որ սահմանում է պետական կամ հասարակական աշխատանքների կատարման շրջանակներում աշխատատեղի պահպանման երաշխիքներ, այս դեպքում եւս սա համարվելու է աշխատատեղի պահպանման երաշխիք, իսկ վարձատրության կազմակերպումը կողմերի համաձայնությամբ է թողնվելու։ Շնորհակալություն։